Պարոն Աղազյան, հաջորդ շաբաթ լիագումարը կմեկնարկի եւ ձեր անձեռնմխելիությունից զրկելու հարցը դատախազը արդեն կներկայացնի պատգամավորներին, համաձայնություն կտաս ձեզ իշխող մեծամասնությունը դատախազի միջնորդությանը։ Ես կարծում եմ, որ համաձայնություն կտա, որովհետև քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավորներից ընդամենը մի քանի հոգի են, որոնք իրավաբաններ են եւ որոնք կարող են այս կամ այն կերպ adekvat կամ ճշգրիտ գնահատել իրողությունները, իսկ մյուսները այդքան իրավաբանական գիտելիքներ չունեն եւ հետեւաբար պետք է հնարավորություն տան դատախազությանը եւ իրավապահ մյուս մարմիններին սկսելու գործընթաց պարզելու այն ինչ է տեխնոլոգիան։ Իսկ դուք կարծում եք դա քաղաքական որոշում է, այսինքն չեք կարծում, որ քաղաքական որոշումը արդեն կա։ Ես կարծում եմ դա քաղաքական որոշում է։ Պատճառը ինչ է որոշումը հենց ձեզ հետ կապված կայացվել, պարոն Աղազարյան։ Պարոն Աղազարյան, Նիկոլ Փաշինյանը խորհրդարանի ամբիոնից հայտարարում էր, որ պետք է լծակներ գտնել ձեզ մանդատից զրկելու համար։ Կարծում եք Փաշինյանի այս հայտարարությունը նաև դեր ունեցավ, որ դատախազ ամեն դեպքում այս գործով գա խորհրդարան։ Իսկ մանդատից զրկելու համար կա շատ Մանդատը չի, անձեռնմխելիությունից։ Ոչ, պարոն Փաշինյանի նպատակը իսկ մանդատից զրկելն է։ Եվ իսկ մանդատից զրկելու համար կա շատ գեղեցիկ ռեալ ճանապարհ։ Գյումրու ընտրություններում քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը պարտություն է կրում եւ վարչապետը գնում է արտահերտ ընտրությունների, հետեւաբար բոլորը այդ թվում նաեւ ես զրկում ենք մանդատից։ Նման տեղեկություն ունեք, չէ՞ մի րոպե։ Լինելու է Գյումրիից հետո եթե քաղաքացիական պայմանագիրը պարտվեց արտահերտ ընտրություններ, ինչ հիմքով եք ասում դա, ինչու է։ Չեմ ասի ինչ հիմքով, պետք է ասեմ, երբ որ բանը տեղի ունենա, որպեսզի հիմնավորեմ իմ տեղեկություն չեմ ուզում հուշել, որովհետեւ ես չեմ ուզում որ լինի արտահերտ ընտրություններ։ Նիկոլ Փաշինյանը ինչպիսի ռեյտինգ ունի։ Ամենաբարձրն է ռեյտինգը բոլոր դեպքերում։ Կարծում եք, որ Առաջվա համեմատությամբ ցածր, բայց բոլոր դեպքերում ամենաբարձրն է։ Դուք որ դուրս եկաք իշխանական կուսակցությունից, դա ազդեց կուսակցության ռեյտինգի նվազման վրա, թե ինչքանով։ Կարող ապտայ մի տոկոսի չէ։ Պարոն Աղազարյան, ձեզ այս process-ը արագացավ նաև այդ ԿՊ-նիստից իրենց բնորոշմամբ այդ արտահոսքերի պատճառով, նաև մի քրեական գործ էլ այդ թեմայով հարուցել։ Իրենց ձևակերպումներն եմ ասում, Չէ, բան չեմ ասում, բայց դուք հետևողական չեք լրագրողները։ Ես այդ գործից էի հարցնում հենց պարոն Աղազարյան։ Մի րոպե, այդ գործից եք ասեմ։ Դուք այնքան լայն հնարավորություններ ունեք, ես այնքան եմ կարևորում լրագրողական համույթի աշխատանքը, որ ես տասնյակ անգամ ասել հոգնել եմ, ասել եմ, որ եթե ես արտահոսք եմ կատարել մեր խմբակցության լիստերից եւ այլ քննարկումներից, ապա դա ես համարում եմ դավաճանություն թիմի նկատմամբ եւ եթե այդ Պավլիկ Մարոզովները լրագրողների ներկայությամբ հիմնավորեն այդ հանգամանքը հիմնավորեն ընդհանրապես ցույց տան մի քանի դեպքեր, որ այդ բանը տեղի ունեցել։ Ես իմ մանդատը լավ գտնեմ։ Էդի ասել եմ Առաջին օրվանից։ Առաջին օրվանից։ Պարոն Աղազարյան, ես ուզում եմ հետեւյալը հարցնել, այդ պետական գաղտնիքի այսպես ենթադրյալ հրապարակման հոդվածով հենց քրեական գործ կար, բայց ըստ էության այդ գործով որևէ տեղաշարժ չեղավ եւ մինչեւ հիմա հայտնի չէ ձեզ կանչել են հարցաքննության այդ գործով առհասարակ թե ոչ էլ կանչել են։ Ոչ, ես չեմ կանչել այդ գործով հարցաքննության։ Բնության մեջ չի կարող այդպիսի բան լինել, որովհետև ես ինքս պետական գաղտնիք չեմ տիրապետում, ես կարող եմ պետական գաղտնիքի ծանոթանալ այն պետական գաղտնիքի, որ թույլատրված է պատգամավորներին ծանոթանալ, հստակ ընթացակարգով գնում ես համապատասխան բաժին, դիմում ես գնում, խնդրում ես ներկայացնել տվյալ փաստաթուղթը բերում են քեզ ներկայացնում են տեղում կարդում ես, ծանոթանում ես, հետ ես տալիս Այդպիսի իրավիճակ ես իմ 7 տարվա մեջ չեմ եղել։ Իսկ եթե խաշի սեղանի շուրջ որևէ պաշտոնյա ամենաբարձր աստիճան պաշտոնյա ամենաբարձր Նիկոլ Փաշինյանը որևէ իր խոսքի մեջ որևէ բան է ասել, որը պարունակել է պետական գաղտնիք, ես էլ 4 ժամ հետո խորովածի սեղանի շուրջ եմ կիսվել իմ ընկերների հետ, կներեք դա։ Բայց եղել է նման նախադեպ, որ Նիկոլ Փաշինյանը ուտել խմելու ընթացքում ինչ որ հույժ կա։ Քանի որ ես չեմ տիրապետում, որն է համարվում պետական գաղտնիք կամ որը պետական գաղտնիք չի, հետեւաբար պետք է ասեմ, որ այդպեսի իրավիճակ չի եղել։ Աղազարյան, հիմա ձեզ քաղաքական հետապնդման են ենթարկում մանդատը վայր չդնել։ Քաղաքական հետապնդման չի ենթարկում, ինձ ենթարկում քաղաքական ճնշումների։ Ինչու՞։ Որ մանդատը վայր չդրեցիք։
երկու նպատակով, որ ասենք մանդատավար չդրեցի եւ դա պարոն վարչապետը եւ քաղաքական թիմը գտնում է, որ դա իշխանության հեղինակությանը հարված է եւ երկրորդ պատճառը, որպեսզի իմ նախին գործընկերներից ոմանց սանձահարեն իմ հեռանկարի ակնկալիքով, որ մենք գիտենք ինչ գործընթացների մեջ են գտնվում այս պահին, որ այդ գործընթացները որոշ դեպքերում սահմանացնեն։ Իսկ հնարավոր է կալանքի էլ հասնեն, պարոն Աղազյան, հնարավոր է մի օր էլ կալանքի միջնորդություն բերի։ Եթե ես ինձ խելոք չպահեմ, չգնամ խուսափեմ գնալ այսպես կոչված ենթարկվել քննիչների օրինական պահանջներին, բնականաբար դրան էլ կհասնի։ Չէ, քաղաքական առումով, չէ, քաղաքական դե ես չեմ կարծում քաղաքական առումով, որովհետև ասենք կալանքի վրա որպես բան, կալանքի վրա որպես ճնշում այդ արդյունքի հասնելու համար չի արվի։ Ես 65 տարեկան եմ եւ ես չեմ պատրաստվում իմ ապրած կյանքը, ասենք իմ ապրած կյանքի վրա խաչ քաշեմ։ Ես բաներ ունեմ ասելու, որ կասեմ ազգային ժողովի նիստի ժամանակ, որտեղ ասենք ակնհայտ կլինի, որ շատ բաներ ծիծաղելի են։ Պարոն Աղազարյան, որ ասում եք, եթե քննիչների մոտ չգնաք եւ այլն կալանքի կտանենք, դրանից զատ տեսնում եք քաղաքական պահանջ, հրահանգ ձեզ կալանավորելու, թե ոչ։ Չեմ տեսնում, որտեղ արդյունք չի տա, որտեղ ես ինչ որ պիտի ասեմ, ասելու եմ, թեկուզ կալանքի վարի մեջ լինեմ, էլի ասելու եմ, իմ անհանգստությունը եւ ես երազում եմ, որ այն անհանգստությունները, որ ես ունեմ, ես սխալված լինեմ, թեկուզ դրա համար մի 8 ամիս էլ կալանքի տակ լինեմ։ Պարոն Աղազարյան, քանի որ դուք հիմա ես կասեմ այդ ազգային ժողովի նիստի ժամանակ։ Քանի որ դուք հիմա իշխանության մաս չեք, ընդդիմություն եք կարելի ասել, հնարավոր է որ ձեզ տեսնենք ընդդիմադիր շարժումների կիզակետում, ասենք Նիկոլ Փաշինյանին հեռացնելու շարժումների։ Ես ոչ, ամուսնության հարցերի հետ կապված իմ մոտեցումը ուրիշ է, ես կողմ եմ։ Իհարկե, եթե սա ժողովուրդն է փողոց, մի հոգեապետ ես կարող եմ պատահի կանգնեմ այդ մի եթե ավոր ժողովուրդը դուրս գա փողոց, ինչպես 18 թվականին, բայց մեր կուսակցության մոտեցումը հետևյալն է եւ մեր թիմի մոտեցումը հետևյալն է։ Նիկոլ Փաշինյանը մեր պետությունը ղեկավարել է ծանրագույն ժամանակահատվածում, ծանրագույն որոշումներ ընդունելու ժամանակահատվածում եւ որպես մարդ, որպես քաղաքացի, որպես պետական գործիչ, հոգեբանորեն, ֆիզիկապես, բարոյապես նաեւ ինքը սպառվել է եւ պետք է գնա հանգիստ։ Եվ մենք բարոյապես դա չի շնորհ բարոյական չի, նույն բանը չի։ Եվ մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի հերթական կամ արտահերթ ընտրությունների ժամանակ պարոն վարչապետը չվերարտադրվի օրենքներով սահմանադրությամբ։ Պարոն Աղազարյան, այսինքն էլի ներողություն, էլի բանը սխալվելու իրավունքով ժողովուրդը ոնց կորոշի, մենք ծառա։ Պարոն Աղազարյան, որ նշեցիք, եթե բոլորը դուրս գան եւ մի հոգի մնա, դուք էլ դուրս կգաք, այսինքն Ծառուկյանի նման 5 պակաս իշխանապողությունից 5 պակաս փողոց դուրս կգաք։ Ես չեմ կարծում, որ տեղին այն Ծառուկյանի հետ համատել, որովհետեւ բանը Վիրավորական։ Չէ, վիրավորական չի, բոլորովին։ Ծառուկյանի ասենք մոտեցումները բանը ուրիշ է, մոտեցումները ուրիշ է։ Ես ուզում եմ ասել, որպես ֆիզիկական անձ, Ծառուկյանի հնարավորությունները իմ հնարավորությունից կներեք մի քիչ Ես քաղաքական եմ նկատի ունեմ, ոչ եւ քաղաքական։ Պարոն Աղազարյան, Մի քիչ տարբերվում է, այլ։ Երբ որ միջնորդության մասին հայտի դարձավ դատախազության, արդյոք այս ընթացքում քաղաքացիական պայմանագիր խմբակցության որևէ падգամավոր կամ падգամավորներ ասել են դժվարանում ենք ձեզ կողմ քվեարկել, որ ձեռքվեն, այսինքն որևէ արձագանք եղել է ձեր նախկին Ես ընդգծված կերպով չեմ շփվում իմ նախկին գործընկերների հետ, որովհետև ես երջանիկ եմ, որ նրանցից մեծամասնության հետ ճանապարհ եմ անցել եւ չեմ ուզում իմ շփումներով իրենց դնել դժվար անհարմար վիճակի մեջ եւ հետեւաբար չէ, բարևում եք, որտեղ ենք բարևում։ Իսկ պարոն Աղազարյան, քանի որ նախադեպ եղել է խորհրդարանում, այն ժամանակ դուք ԿՊ-ում էիք, օրինակ Սեյրան Օհանյանի անձեռնմխելիության հարցը երբ որ եղավ, նման դեպքերում որոշումը, որ պետք է կողմ քվեարկել կայացվում եւ թիմին այդ մասին հայտնվում է, թե ամեն դեպքում падգամավորների դիրքորոշումը հաշվի է առնվում որոշումը։ Ես կարծում եմ, եթե դու թիմի անդամ ես, պետք է թիմի որոշմանը ենթարկվես։ Այսինքն որոշումը խմբակցության ղեկավարն է ասում, որ պետք է։ Բայց խիղճ խմբակցության ղեկավարն է ասում, խմբակցությունը քննարկում է, որոշում է ընդունում։ Խմբակցությունը, ես էլ բացատրում եմ, խմբակցությունը քննարկմանը ներկայանում 60 падգամավոր, 29-ը ասում է
չպետք է պարոն Աղազարյանին զրկենք անդրմխելությունից, 31-ն ասում է պետք է զրկենք պարոն Աղազարյանին անդրմխելությունից, 31-29-ը որոշումը կայացված է, 29-ը պետք է ենթարկվի որոշմանը։ Էդ իմ բանն է։ Պատգամավորը իր խղճի ինչ այդպես մեկ։ Դե խղճի բանը սահմանա եւ ինքը հետ իր կարծիքը հայտնում է խմբակցության նիստի ժամանակ։ Մի շատ կարեւորագույն հարցի հետ կապված ես միայնակ տեսակետ եմ հայտնել եւ բոլորը համաձայնել են իմ տեսակետի հետ եւ այդ որոշումը կայացվել է եւ այդ որոշումը շատ կարեւոր մարդու ոչ չի կարող բեկանի սրտով չի եղել էդի չեմ ասի Իսկ պարոն Աղազարյան դուք անձամբ քվեարկությանը կմասնակցեք Ո՞ւր Ինչ կողմ կքվեարկեք փոխելապակաշան Պարոն Աղազարյան, դուք Դեպի ուզենաք որ ճշմարտությունը պարզվի Ես գիտեմ ճշմարտությունը իմ համար պարզել բան չէ իհարկե Պարոն Աղազարյան, դուք Փաշինյանին հաղորդավություն հայտնելու գործընթաց եք ուզում սկսել, դրա ուժի մեջ եք։ ո՞վ է ասել դες բան Մամուլներ Դե գրել։ մամուլը շատ բան է գրել Բայց չկա այդպիսի բան։ չեմ ասի Տեսեք, որ ասեցիք, եթե միտինգ բան բալնի դուրս կգաք փողոց կան մարդիկ, որոնց կազմակերպած հանրահավաքներին չեք գնա, օրինակ Ռոբերտ Քոչարյանը։ Ես կոնկրետ ծրագիր ունեմ, որը կհրապարակեմ Գյումրի ընտրություններից հետո, եթե քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը պարոն վարչապետի գլխավորությամբ որոշեն, որ գնան արտահայտ ծրությունների։ Եթե չգնացին, կհրապարակեմ մի 3 ամիս հետո։ Եվ պարոն Աղազարյան, Բանի մասին ձեր կարծիքը փոխել եք, առաջինն դեմ եք։ Ոչ, չեմ փոխել, դեմ եմ։ Պարոն Աղազարյան Ահա։ Չէ, ավարտեք ոնց որ դիտք ունեն։ Չէ, հարցից իմ կարծիքը Բագրատ Սրբազարյանի նկատմամբ, իմ կարծիքը ոչ Բագրատ Սրբազարյանի նկատմամբ եմ փոխել, ոնց որ եղել է բացասական, այնպես էլ բացասական կա, իմ կարծիքը չեմ էլ փոխել Նիկոլ Փաշինյանի նկատմամբ, ոնց որ եղել է, այնպես էլ կա։ նեք ես ձեզ պետք է մեջբերեմ չեք փոշմանել, որ նրանց սա ձեր խոսքերն է տեր գապոն էիք ասում։ Ոչ, չեմ փոշմանել։ Իսկ պարոն Աղազարյան, ստացվում է որ կամ կարող ենք ասել որ Նիկոլ Փաշինյանը ամեն դեպքում ձեզ մանդատից զրկելու հարցում այսպես նահանջ կամ հետքայլ չի անում դեռ փորձում է հասնել այդ հեռանկար Նավայնի как նավայնի մեկ է կգրվենք Այսինքն կարող եք ենթադրել, որ դուք ձեր խոսքերով ասած չսանձահարվող տեսակ եք։ Այո, ցավոք սրտի այդ մասին պարոն վարչապետը չգիտեր։ Չգիտի ցավոք սրտի, ինչ։ Դե չի Ձեր համար։ Իր համար ցավոք սրտի, ոչ իմ համար։ Իմ համար բարեբախտաբար բնականաբար։ Իսկ ինչ է կարծում կավա ձեր ուժը լուրջ վտանգներ է ԿՊ-ի համար ներկայացնում, դրա համար ձեր հետ։ Այո, այդ դու չգիտես։ Առաջիկայում կհամոզվես նրան։ Իսկ ձեր Մոսկվայի ընկերը ինչ է ասում այս գործընթացի մասին։ Սատարում են։ Այդպես էլ չվերադարձավ հայրենիք։ Վերադարձավ գնաց, հիմա ընդերից սատարում։ Շնորհակալ եմ։